2018 թվականին ամբողջ մի ազգի 90% ազգի հեղափոխություն է արել։ Հիմիսենք էլ դարանք նիկոլական, էլ դարանք զոմբիներ, էլ անեցքի տակ մնացինք, ամեն ինչի քարքարոտ ճամպեկով անցանք ազգի 90%-ով։ Բայց եկավ հասավ մի պահ, որ այդ հեղափոխության գնացքը շեղվեց ճանապարհից։ Ժողովուրդը ինձի հարց է տալիս. Թումանյան ջան, հոգուտ մեռնիմ, այս հեղափոխությունն ինչի համար արեցինք։ 37 տարի արդեն դոմիկների մեջ կապրինք, տնագների մեջ ենք ապրում։ Տնագը հատկացված է եղել 2 տարվա համար ժողովրդին ժամանակավոր ապրելու։ Հարց կուտանք սենսիկ հեղափոխություններ, թե տեղափոխություններ։ Իմ հետևից քայլող հազարավոր ժողովուրդը հեղափոխության ժամանակ ինձ ասում է. «Բալա ջան, այն ժամանակ գազ էի վառում, գազի վառարան ունեի։ Հիմի դրա փողն էլ չեմ կարող տալ, ստիպված եմ գազի վառարանը փոխել ատարի փայտի վառարանով, չեմ կարող ապրել։ Հիմա այս 7 տարվա մեջ հեղափոխություն արեցինք, ինչ փոխվեց մեր կյանքում։ Ես ուզում եմ հասկանամ, հեղափոխությունից հետո անցել է 7 տարի։ Ոչ մի հոգի տնագներից դուրս չեն եկել։ Էլի 30 տարի եղել են այն ժամանակ, գումարած 7 տարի էլի ապրում են տնագների մեջ։ Ես չհասկացա այս ժողովրդին լրիվ են հիմարի տեղտերը։ 7 տարի էլ դուք իշխանության մեջ եք, հարգելի իշխանություն։ Շենքերի բակերում չկա լուսավորություն, մի հատ 3000 դրամանոց լույս եք բերում կախում, մարդկանց աչքին թոզ եք փչում, որ գիտեք, տեսեք, թե ինչ եք անում։ Ամեն ինչից տեղյակ եք Գյումրեցին միշտ է եղել խելացի։ Եվ ողբերգությունը նա էր, որ 2021 թվականի ընտրություններին 100,000 բնակիչներից ընդամենը ընտրության մասնակցեցին 26,000-ը, բայց 74,000 ժողովուրդը ընչի չընտրեց 10 հոգուց ոչ մեկին, որովհետև չգտավ մի մարդու, ում կարելի էր վստահել։ Ես լինելու եմ այն մի մարդը, ով պայքարելու է բոլոր թեկնածուների դեմ։ Համացանցում այս կամ այն ուժերի կողմից տեղեկատվություններ են տարածում, շինծու, թե ես եղել եմ ԿՊ-ական, ես երբեք կուսակցական չեմ եղել։ Եթե ես լինեի ԿՊ-ական, ես 2021 թվականին կառաջադրվեի։ Եթե ես 2021 թվականին մտնեի պայքարի մեջ, իմ քաղաքիս վիճակը այսպես չէր լինի։ Ես ոչ կոմունիստական եմ, ոչ սերժական եմ, ոչ քոչարյանական եմ, ոչ դաշնակ եմ, ոչ աշնակ եմ, ոչ էլ ԿՊ-ական եմ։ Ես ժամանակին ասել եմ. Գնում ենք հեղափոխության հետևից, մեր հեղափոխության առաջնորդը եղել է Նիկոլը, գնացել ենք Նիկոլի հետևից։ Ուզեցին Պողբատե մանդատ տվեցինք, Պողբատե մուրջը ուզեցին տվեցինք, հազար ներողություն ժողովրդի բարբարով բալգարկեն տվեցինք, դրելը տվեցինք, սղոցը տվեցինք, դե գործ արեք։ Ասում եք այսքան գումար բերեցինք բյուջետ հալանջիներից։ Հիմա հարց եմ տալիս, հեղափոխությունը եղավ Գյումրիում, Գյումրիից սկսվեց, բայց այդ թալանից $2 միլիոն ընդամենը բերեին տնեին մեր քաղաքում, սարքեին շենքեր, անօտևաններին բերեին, տեղավորեին, բայց այս խիղճն ու սովիստը ուր մնաց։